Մի փոքր ներկայացեք դուք Կիրակոսյան Լուսի իրանց դասարանցին եմ 9 տարվա եղել, կարամ ասեմ կյանքիս կեսի իրանց հետ եմ անցկացրել ու այն մեկնաբանությունները, որը կարդացել եմ այդ հոլովակների տակ, ուղղակի աբսուրդային են, երբ որ չես ճանաչում մարդուն ու այդպես վիրավորում ես, ուղղակի չգիտեմ ինչ խոսքեր ասեմ, որովհետև իրանք եղել են այն մարդիկ, ովքեր կարամ ասեմ, որ մեր դասարանի կապող օղակն են եղել, միշտ բարի, միշտ օգնող ու ասենք վիրավորել մարդուն առանց մարդուն իմանալու, կարծում եմ ահավոր սխալ է, որովհետև մենք ոչ թե վիրավորում ենք մարդուն, այլ նաև իր ամբողջ ընկերներին, ընտանիքին ու կոտրում ենք նաև, բայց 9 տարվա ընթացքում ես կարամ ասեմ, որ իրանք իրական եղբայրներ են եղել, ոչ թե մենակ իրանց համար, այլ նաև մեր համար ու առանց իրանց, չգիտեմ, այսպես լուրեր լսելուց, կարդալուց մեկնաբանություններ, թե ինչպես են իրանց նկարագրում, ուղղակի շատ ցավոտ է անկեղծ ասեմ ու ոնց որ չգիտեմ, այլ խոսքեր չունեմ անկեղծ ասելու, շատ ցավոտ է։ Այդ տարիների ընթացքում երբ սովորել եք, որևէ միջադեպի կենտրոնում իրենք հայտնվել են երբեք, իրանք եղել են գերազանցիկ ու միշտ երբ մենք նայել ենք իրանց, ուզեցել ենք իրանց նման սովորենք ու ունենանք իրենց նման դաստիարակություն, այնպես ինչպես իրենց են դաստիարակել, կարծում եմ բոլորը կուզենային այդպիսի դաստիարակություն ունենալ, որ իմանային կրթությունը ինչ է, իմանային ընկերները ինչ է ու այդ ամեն ինչը գնահատեին, ոնց որ իրանք են արել։ Ոչ մի կռիվ, ոչ մի բան, երբեք իրանք ոչ մի կռիվ մասնակից չեն եղել ու կարամ ասեմ, որ ուղղակի կարծում եմ այդ ժամանակ իրանց իրավունքներն են պաշտպանել, եղբայրը եղբոր, ինքը իրեն ու կարծում եմ Միքայելը Դավիթը մեզ ցույց տվեցին ինչա նշանակում ախբերություն ու ինչպես պետք է լինել միշտ միասնական ու լինել մեկը մեկի մեջքին կանգնած։ Մի փոքր առաջ կգա, ներկայացնեք։ Մերի Էլբակյան, 5-րդ դասանից սկսած սովորել եմ 10-րդ ավագ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, հետո ուսումս եղբայրների հետ շարունակել եմ 29-ում, ես իրանց հետ ծանոթացել եմ 5-րդ դասանից ու մենք մինչև հիմա ընկերություն ենք անում, նրանք երևույթի են մարդիկ էին, ում հետ 5-րդ դասանիներ թե 11-րդում խոսալու ընթացքում ամեն անգամ դու կարող էիր հասկանալ, որ նրանց կրթության ու զարգացվածության մակարդակը այնքան բարձր է, որ իրանք դպրոցի հետ տված ինֆորմացիաներն են չարաշահում, իսկ նրանց այսպես ասած պահվածքի հետ կապված թե հանրույթը ինչ է ասում, նրանց պես խաղաղություն սիրոց, նրանց պես ոչ կռվարար անձեր պետք է իրականից ման գալ, քանի որ ընդհանուր ընկերության ընթացքում թե միջնակարգ դպրոցում թե հավաքում բազմիցս այստեղ նկատել եմ, տեսել եմ, թե ինչպես ուրիշ տղաները փորձել են ինչ-որ կռիվ հրահրել, բայց նրանց խոսալու ունակությունների շնորհիվ, նրանց ոչ կռվարար լինելու շնորհիվ նրանք դուրս են պրծել, չեն կռվել այդ մարդկանց հետ ու այն փաստը, որ երեք մենք իմացանք, որ նրանց կանոնավորել են տենց բանի համար, մենք ամեն մեկը զարմացած էինք, քանի որ նրանք այն երկու անձն էին մեր դասանում, որից անհնար էր սպասել ինչ-որ դաժե ամենափոքր խախտումը կամ ամենափոքր միջադեպը։ Իսկ ինչը կապված է նրա հետ, թե իմ կարծիքով ինչ են նրանց կանոնավորը, նրանց ձերբակալել, նրանց գործողությունների մեջ ես ինչ-որ անօրեն բան չեմ տեսնում, իմանալով իրանց և շատ մոտիկից խոսալով նրանց հետև ծանոթ լինելով, ես չեմ պատկերացնում ինչ տիպի պետք է մարդիկ այդտեղ հրահրեն կոնֆլիկտը, որպեսզի նրանք այդպիսի բան անեն, քանի որ նրանք այն մարդիկ են նորից կրկնեմ, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով։ Իսկ քաղաքական առումով իրենք ինչ-որ դիրքորոշում կան։ Ես իրանց հետ այսքան ժամանակ շփվելով կյանքում չեմ լսել, որպեսզի իրանք ինչ-որ քաղաքական առումով քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն, դա ավելին ասեմ, նրանց դեպքում ավելի անհավատալի է, քանի որ նրանք ինքներս լինելով ավելի խելացի, ավելի կրթված, քան ես իմ կարծիքով, ցանկացել են իրենց ուղղությունը, իրենց սովորելու ուղղությունը զատ քաղաքականությունից պահեն։ Իմ կարծիքով դա ընդամենը այն միջադեպն է, երբ որ մարդկանց բրդելով չեն թողել աղոթեն ու հետո էլ ձերբակալել են նրա համար, քանի որ մարդ փորձել է իր դիրքը պաշտպանի, փորձել է չթողի ուրիշների հանդեպ ինչ-որ տիպի բռնություն կիրառել։
փոքր առաջ գա։ Ես իրենց դասարանցին եմ, 9 տարի սովորել ենք առաջին դասարանից իրար հետ եւ ես կարող եմ հավաստիացնել, որ առաջի դասարանից երևի թե բոլորի մտքերին առաջինը եկել է իրենց անունը, երբ մենք լսել ենք լավագույն եւ օրինակելի աշակերտներ արտահայտությունը, բազմակողմանի զարգացած չափից դուրս հետաքրքիր մարդիկ շփման մեջ եւ հենց մոտիկ շատ լինելով միմյանց հետ ես կարող եմ ասել, որ ընդհանրապես բոլոր իրավիճակներում եւ միշտ իրենց պահել են չափից դուրս ավելի զուսպ եւ հավասարակշռված եւ ընդհանրապես քաղաքականությունից միշտ եղել են շատ հեռու, ոչ մի բանի մեջ չեն խառնվել եւ տվյալ իրավիճակում ես կարող եմ ասել, որ մարդիկ լինելով հավատացյալ եւ շատ ուժեղ եկել են ուղղակի պատարագի պարզապես աղոթեն եւ կենտրոնանան դրա վրա եւ տեղի է ունեցել իրար անցում հրմշտոց, որը հենց իրենց է կոնկրետ կպել եւ պարզ է, որ ամեն մի մարդու մոտ էլ դա դժգոհություն կառաջացներ, քանի որ իրենց աղոթքին խանգարել են եւ նաեւ իմանալով ուղղակի իրենց արդարատենչ այդպիսի բնավորությունը եւ նաեւ հաշվի առնելով ամեն դեպքում դե տարիքային գործոնն է, դա իրենց մոտ առաջացրել է այդպիսի մեծ դժգոհություն եւ եղել է այսպիսի իրավիճակ, բայց դա քաղաքականության հետ առավել եւս ինչ որ կազմակերպված բնույթ ուղղակի լինել կրել չի կարող եւ ընդհանրապես կապ չունի։ Շնորհակալություն։ Կա մարդ, որ եթե դու մենք